Եզդիների ազգային միության նախագահ Խդր Հաջոյան։ Չեք ասի, ինչ ուղերձ ունի ձեր այսօրվա այցը այստեղ, ինչ տեսակետ ունեք հայոց ցեղասպանության հետ։ Բնականաբար խոնարհումս անմեղ զոհերի հիշատակին եւ այսօր մենք եկել ենք այստեղ եւս մեկ անգամ փաստելու հիշելու մեր անմեղ զոհերի հիշատակը եւ փաստելու, որ իսկապես անցյալ դարում տեղի ունեցավ ոճրագործություն, ցեղասպանություն հայ ժողովրդի նկատմամբ, ժողովուրդ, որը անցել է իսկապես տառապանքների միջով եւ տեսել բազմաթիվ հետապնդումներ, ոճիր, որը այո եղերն էր, ցեղասպանություն էր եւ որի չդատապարտումը ծնեց նոր ցեղասպանություն արդեն 21-րդ դարում, այո 2014 թվականին, երբ որ տեղի ունեցավ Իրաքի հյուսիսային հատվածում եզդիների ցեղասպանությունը, դա այդ նույն քաղաքականության շարունակությունն էր եւ դրա չդատապարտումը ծնեց նոր ցեղասպանություն։ Եվ այսօր այստեղ ենք վերհիշելու եւ եւս մեկ անգամ մեր ձայնը բարձրացնելու միջազգային հանրության համար, որ իսկապես պիտի դատապարտվի հայոց ցեղասպանությունը եւ առհասարակ ցեղասպանությունները, որոնք որ ոչ թե միայն հայ ժողովրդի եւ եզդի ժողովրդի համար չարիք են, այլև ողջ մարդկության համար։ Եվ նմանօրինակ չարիքները պետք է վերացվեն աշխարհիս երեսից։ Եվ այսօր Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը այսօր կրկին շարունակվում է եւ մենք այստեղ Հայաստանի Հանրապետությունում եզդի համայնքը իր եղբայրակից հայ ժողովրդի հետ միասին իր ձայնն է բարձրացնում ի նշան այդ անարդարության, այդ ժխտողական քաղաքականության դեմ, որ ոճիրը, որը տեղի ունեցավ 1915 թվականին հայ ժողովրդի եւ նաեւ այլ ազգերի նկատմամբ, այդ թվում 500,000 եզդիներ ցեղասպանվեցին, այսօր այդ ցեղասպանությունը մինչ այսօր շարունակվում է ինչ հիմունքով, որովհետեւ չի ճանաչվում, Թուրքիան շարունակում է իր այդ նույն քաղաքականությունը եւ այսօր պիտի մեր ձայնը լսելի լինի ողջ աշխարհի համար, որովհետեւ եթե չդատապարտվեն, կրկին կծնվեն ցեղասպանություններ, կրկին աշխարհի հնագույն ժողովուրդները իրենց մշակույթով հանդերձ կենթարկվեն ոչնչացման։ Այսօրվա մեր իշխանությունները խաղաղության են գնում նույն Թուրքիայի հետ, նույն Ադրբեջանի հետ, ինչ դիրքորոշում ունեք սրա հետ կապված եւ արդյոք Ռուստամ Բաքոյանի եւ ձեր տեսակետները համընկնում են։ Գիտեք, այսօր մեր միակ ցանկությունը, ամենակարևորը, բնականաբար մեր Հայաստանի Հանրապետության հզորացումն է։ Եզդի ժողովուրդը մշտապես Հայաստանի Հանրապետությունում իրեն ազատ եւ անկաշկանդ է զգացել։ Երբևիցե որևէ խտրականության դրսևորում չի եղել մեր համայնքի հանդեպ։ Եվ բնականաբար մեզ համար կարևորը մեր պետության հզորացումն է եւ զարգացումը, եւ այստեղ կարծիքների տարբերության հետ կապված իհարկե մենք դատապարտում ենք Թուրքիայի քաղաքականությունը եւ այսօր մեզ համար բնականաբար յուրաքանչյուր ժողովուրդ ցանկանում է խաղաղություն, բայց պիտի հասկանանք մենք այդտեղ մեր շահը որտեղ է, բնականաբար հասկանալով թե ինչ ապագա ենք կանխատեսում եւ նախատեսում մեր երկրի համար, ժողովրդի համար եւ ժողովրդի անվտանգության համար, բնականաբար այսօր մենք երբևիցե կողմնակից չենք պատերազմների, բնականաբար մենք միշտ ցանկանում ենք, որ դիվանագիտական ճանապարհով այս հարցերը լուծվեն։ Խաղաղությանը հավատում եք։ Գիտեք, մշտապես ես չեմ հավատում ճիշտ ասած Թուրքիայի կողմից խաղաղ մոտեցում դեպի մեզ, անկեղծ, որովհետև այդ խաղաղությունը մշտապես օգտագործվել է եւ միշտ խաբվել ենք։ Ես ցանկանում եմ, որպեսզի մենք երբեք չմոռանանք պատմությունը, որովհետև պատմությունից մենք պիտի դասեր քաղենք եւ այսօր մենք պիտի համախմբվենք։ Իրականում մեր այսօրվա գեր նպատակը պիտի լինի մեր միասնականությունը, այլ ոչ թե մեր պառակտումը։ Մենք պիտի լինենք միասնական, երբ որ մենք միասնական լինենք, իսկապես, ինչպես ասել է մեր հայ մեծերից մեկը, մեր հզորությունը մեր միասնականության ուժի մեջ է գտնվում, այո։